Լեզվակռիվ ու թեժ վեճ կարմիր գծերի թեմայի շուրջ Երևանի ավագանու տարեվերջյան նիստում կրքերը չէին հանդարտվում։ Ինքներդ ձեզ ոգևորել եք, նստեք, պարոն Քոչարյան։ Ավագանին հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում է նաև Երևանում տեղական տուրքերի ու տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերը։ Այդ նախագծերը ներառում են նաև կարմիր գծերի եւ հանրային տրանսպորտի վճարները։ Դրանք չեն փոխվի։ Մինչև չզեկուցվող հարցերի ընդունումը ընդդիմադիր խմբակցությունները առաջարկեցին տվյալ նախագծերը դարձնել զեկուցվող։ Քաղաքապետը հակադարձեց, թե տեղական տուրքերի ու վճարների փոփոխություն չի եղել։ Այդ պատճառով էլ անհրաժեշտություն չկա այս հարցերը զեկուցվող դարձնելու։ Ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամները նախ կոչ արեցին հանրային ձայն խմբակցությանը միանալ ընդդիմությանը եւ չմասնակցել քվեարկությանը, որպեսզի չզեկուցվող հարցերի թվում ներառված հանրային տրանսպորտում հսկիչների թվի ավելացման եւ կարմիր գծերի վճարների վերաբերյալ որոշումները չանցնեն, բայց Մայր Հայաստան խմբակցության անդամները չմիացան ու չքվեարկեցին։ Պարոն Հակոբյան, ես դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար ձեր քուչում չեք։ Խնդրում եմ մի քիչ չափավոր։ Ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային ես ձեր լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք։ Ավագանու նիստում զեկուցվող հարցերի ժամանակ քաղաքապետը անդրադարձավ այն կառուցապատողներին, ովքեր շրջանցել են ավագանու կողմից ընդունված շինհրապարակներում հատուկ ցանցերի տեղադրման մասին օրենքը։ Արտոնությունների կարգը կխստացնենք, կդժվարացնենք այն կառուցապատողների համար, ովքեր շինարարական նորմերը չեն պահի, ասել է Ավինյանը։ Ընդդիմադիր ավագանու անդամն էլ առաջարկեց, որ եթե շինարարը չի հետևում նորմերին, ապա առհասարակ պետք է դադարեցնել նրա գործունեությունը, ընդգծելով, թե այն ընկերությունները, որոնք աֆիլիացվում են իշխանության հետ, նրանց չեն հետևում։ Մարդու վտանգը, վախը դրանով պայմանավորված լինի, թե չէ մի վերջում պրակտիկան ցույց է տալիս, ոնց է լինի, վերջում այդ մարդիկ իրաց ամեն ինչն է ստանում են։ Ամեն ինչը շենքը ի սկզբանե տրվում է ուրիշ թույլտվություն, վերջում սնկի պես ջրում եք բոյ է առնում եք, եթե տեղերը չգիտեք, ցույց էլ կտամ այդ տեղերը։ Շնորհակալություն, նման հնարավորություն մեր օրենսդրությունը այսօր մեզ թույլ չի տալիս։ Քաղաքապետը անդրադարձավ նաև Աջափնյակի մետրոյին, պարզաբանելով, թե 9.6 միլիարդ դրամ դեռ նախորդ տարի էր տրամադրվել Աջափնյակի մետրոյի կայարանի աշխատանքներին, սակայն այն դարձել է 1.6 միլիարդ դրամ։ Հաջորդ տարի եւս 2 միլիարդ դրամ տրամադրվելու է այդ նույն աշխատանքներին։ Ավինյանն անդրադարձավ ընդդիմադիր ավագանու այն դիտարկմանը, թե ինչու է նախատեսված բյուջեն կրճատվել եւ որտեղ է օգտագործվել մնացորդը։ Այն դեպքում, երբ մետրոյի կայարանի աշխատանքները դեռ չեն էլ մեկնարկել։ Որտեղ են ուղղվել այդ գումարները։ Ավետիսյան, քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, այդ գումարների մի մասը էական ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար, եւ մենք ստացել ենք 45 տրոլեյբուսների գնման գումարը, այսինքն նույն ուղղությամբ է գնացել, նույն ասելով ոլորտային նույն ուղղությամբ է գնացել, եւ մենք հաջորդ տարի արդեն ապրիլին, մայիսին ունենալու են 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ։ Ավինյանը նաև խոստացավ հետևողական լինել թանգարաններին հատկացվող գումարների հարցում։ Դարձյալ ընդդիմադիրներն էին դժգոհել։ Քաղաքային բյուջեից գումար է հատկացվում թանգարանների շենքերի պահպանմանը, այնինչ հավաքածուների վերականգնման, պահպանման համար ֆինանսներ չեն տրամադրվում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։